Բարի լույս ձեզ։ Նոր ինչ էիր ասում։ Ոնց եք սիրելիներ ջան։ Դե հարցրու։ Սիրելիներ ջան, բարև սիրելիներ ջան։ Դե ասա ոնց եք։ Ոնց եք։ Բարի լույս ձեզ, իմ շատ սիրելի, իմ հարազատ դարձած, իմ լավ, իմ բարի հետևորդներիս, ինչպես եք սիրելիներս, հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, նախատոնական տրամադրություն է բոլորիդ մոտ, նախատոնական եռուզեռն է, ինչպես որ բոլորի տներում այս օրերին, մենք գնում ենք խանութ, ծամոն, ինչպես ամեն վլոգում, Վայ հովուլ, սիրելիներս, ինչպես տեսնում եք մեր տրամադրությունը շատ բարձր է, հովուլի հետ ուրիշ ձև չի էլ կարա լինի, շատ ուրախ ենք, գործեր ունենք, գնումներ ունենք, դուրս ենք եկել, այսպես ուզեցի բարևեմ ձեզ, հարցնեմ ոնց եք, ինչ եք անում, դրեցիք ձեր տոնածառը, այնքան շնորհակալ եմ ձեր այդքան լավ, այդքան ջերմ, այդքան բարի մեկնաբանությունների համար սիրելիներս, ընենց լավ եք գրում, ընենց ջերմ եք գրում, այնքան հարազատի նման եք գրում, անչափ շնորհակալ եմ, պաչիկներս բոլորիդ, սրտիկները մեր բոլորիդ, հովուլ, ինչ ունես ասելու մեր հետևորդներին, պաչիտներ, սրտիկներ, սիրելիներս, այսպես, բոլոր ջերմ բարեմաղթանքների համար շատ շնորհակալ եմ, թող այդ բոլոր բարեմաղթանքները լինեն ձեր տներում, ձեր օջախներում, ձեր բալիկներին վերադառնա ձեր ջերմ խոսքերը, թող Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, թող գալիք նոր տարին, այո, բերի խաղաղություն, առողջություն, սեր եւ երջանկություն բոլորիս ընտանիքներում, մեր այս հրաշք բալիկներն էլ միշտ ժպտան, այսպես, սիրեմ ձեզ, մենք մեր գործերը կավարտենք դրսի, տեսնենք ինչ ենք անում, վերջացնենք, հետո տանը արդեն վլոգը կշարունակեմ սիրելիներս, անչափ շնորհակալ եմ նոր հետևորդներիս, անչափ շնորհակալ եմ բաժանորդագրվելու, լայքելու, ալիքը տարածելու համար, խնդրում եմ նույն կերպ, նույն ոգևորվածությամբ, նույն ջերմությամբ, նույն սիրով, իմ ալիքը շատ սիրով, շատ դրական, շատ ջերմ մարդկանցով ալի, ինչի համար ես շատ ուրախ եմ, դե ինչ, անջատեմ այստեղ, մենք արդեն հասանք տեղ, ու կմիանամ ես ձեզ սիրելիներս, հովուլն արդեն ներսում է, սա էլ ես եմ, այսպես սիրելիներս, Սիրելիներս, մենք տուն ենք հասել, հասցրել եմ քնացնեմ հովուլին, Սոնայիս ուղարկել եմ նկարչական, գնացել է ճանապարհել եմ, այսպես ուզեցի տուն եկա, մեր գնումները չկարողացա նկարել, ինչպես միշտ ֆրազում եմ, հովուլի ժամերը որ գալիս է քնի, էլ չեմ կարողանում հասցնեմ շատ բաներ նկարահանելու անել, ինչը ճիշտ ինքը սկսում է կապրիզնի անալ, քունը տանում է, մի խոսքով այսպես հասկանում եք, հովուլիս պարկացրել եմ, քնել է, Սոնաս նկարչական է, որ սենց ես էլ տանն եմ, հիմա որոշել եմ, քանի որ ամանոր է, սիրելիներս, կարող եք դուք ինքներդ փորձել, պատրաստել, միգուցե հենց ամանորին էլ պատրաստեք, ինքը աղցան է, տավարի մսով, բուլղարական պղպեղներով, սոյայի սոուսով եւ վերջում ինքը ժարիտ ենք անում տավարի միսը սոյայի սոուսով վերջում ավելացնում ենք սոյայի սոուսը մի հատ էլ այդպես է ժարիտ արվում, հետո բիբարներն ենք, պղպեղներն ենք անում բուլղարական, այսպես ավելացնում ենք նորից սոյայի սոուս, սիրելիներս աղը նայում ենք պարտադիր, քանի որ սոյան ինքը ինչպես գիտեք աղի է լինում, հանկարծ շատ չչարաշահենք աղը,
Վերջում կարող է ամենավերջում, եթե ձեր ձեռքի տակ ունեք, քունջուտ կարող եք լցնել, որովհետև ինքը շատ քունջուտն էլ գիտեք, ինչպես գիտեք, օգտակար է կալցիումի խոսքով։ Հիմա այս պահին ես քունջուտ չունեմ, մոռացել եմ գնեմ, իմ քունջուտը վերջացել է, ունեմ իմ ձեռքի տակ այն ինչ ունեմ, կանեմ դրանով։ Սիրելիներս, եթե նույնիսկ բուլղարական պղպեղներ չունեք, կարող եք սովորական ցանկացած պղպեղներ վերցնել, ինչը որ կցանկանաք, կարմիր կլինի, կանաչ կլինի, իսկ ամանորին կարող եք որպես աղցան մատուցել, մենք սա պատրաստում ենք որպես աղցան ենք ուտում կամ որպես հենց ինքը այդպես տակ-տակ սիրում ենք բոլորս էլ, այդպես ճաշակում ենք, ուտում ենք շատ համով է։ Եկեք միասին պատրաստեմ, սիրելիներս, միգուցե ձեզ էլ հետաքրքրի, միգուցե դուք էլ փորձեք ու ուզենաք պատրաստեք, ինչի՞ չէ, ամանորը նաև լավ միտք է, որ ինչ-որ մի նոր աղցան կամ մի ավել աղցան պատրաստեք եւ հյուրասիրեք ձեր հյուրերին, ձեր տան անդամներին։ Սիրելիներս, եկեք, քանի իմ ժամանակը շատ սուղ է, պատրաստեք, ինքը շատ ժամանակատար չի, բաղադրիչներն էլ շատ քիչ են, այնպես որ եկեք անցնենք գործի, միասին պատրաստենք սիրով, սիրելիներս։ Ահա եւ ես, սիրելիներս, ցույց տամ իմ բաղադրիչները, սա իմ բուլղարական պղպեղներն է, սիրելիներս, ինչպես տեսնում եք, սառացված է, ընկավ, նայեք, տարբեր գույների, ես այսպես սառացնում եմ, պահում եմ, որ անհրաժեշտության դեպքում ես իմ ձեռքի տակ ունենամ, սիրելիներս, այսպես լավ մի աման բուլղարական պղպեղ, դե հասկանում ենք ինքը ժարիտալինում ու քչանում է, ես փոքրիկ չափաբաժին եմ պատրաստում մեկ անգամվա համար, որպեսզի տակ-տակ այդպես ուտենք, կարող է սառի, այդպես էլ նաև ուտենք, վերցնում ենք փափկամիս, առանց յուղ, ինչքան հնարավոր է, շատ լավ կլինի, որ առանց յուղ լինի, այսպես, սոյայի սոուս ունեմ այստեղ, օգտագործել եմ մի փոքրիկ վրայից, ինքը սովորական կլասիչիսկի սոյի սոուսը, ինքը միջին աղերության, դե ինչ, պղպեղներս պատրաստ է կտրատած, ես այդպես եմ պահում, որ ավելի հեշտ լինի, ավելի, նայեք ինքը ոչ լղկվել է, ոչ փչացել է, ես իրեն շատ լավ եմ պահում, որ լավ ստացվի, հիմա կտրատում եմ միսը, սիրելիներս, թավայի մեջ մի փոքրիկ բուսայուղ եմ լցնում, քանի որ տավարը ինքը իր հյութը դուրս է տալիս, ամեն դեպքում այդպես համ ժարիտ է լինում, հետո ես վերջում ավելացնում եմ էլի մի փոքրիկ ձեթ, որպեսզի չվառվի, արդեն երբ որ հասկանում եմ պատրաստ է միսը, ես ավելացնում եմ սոյան, ժարիտ եմ անում սոյայով ու հանում եմ, դատարկում եմ, հենց այդ նույն թավայի մեջ լցնում եմ նորից մի փոքրիկ ձեթ, որպեսզի պղպեղները ժարիտ լինի ու չվառվի, նույն կերպ էլ սա եմ անում, աղը ինչպես ասացի կնայեք, որպեսզի շատ չլինի սոյան ինքը աղի է, ես մի փոքրիկ կավելացնեմ, կտեսնեմ, հետո ճաշակի կանեմ, վերջում կարող եք դրան քունջուտ համ գեղեցիկ տեսք է տալիս, համ օգտակար է, դե ինչ եկեք անցնենք արագ-արագ պատրաստեմ, սիրելիներս, մեկ վայրկյան, հեսա կմոտենում։ Ես իմ թավայի մեջ այստեղ բուսայուղ լցրեցի, թող ինքը լինի կամած, արագ-արագ կտրատեմ միսը, միսը կտրատում ենք երկար նեղ, հեսա ցույց կտամ, դա էլ ցույց կտամ, բոլորիդ ինձ թվում է ծանոթ կլինի այս աղցան, այսպես, նայեք, այսպես, որ համ շուտ եփվի, սիրելիներս, ինքը չվառվի միսը, չչորանա շատ, այսպես շատ շուտ է եփվում, արագ-արագ կտրատեմ, հուսով եմ երևում է, սիրելիներս, իմ արևը ինչպես միշտ ներկա է, մեզ հետ, թող ներկա լինի, շատ ավելի լավ, այսօր շատ տաք է եղանակը, գրեք տեսնեմ ձեզ մոտ ոնց է եղանակները ցուրտ է, տաք է։
պատուհանին եկեք այսպես բացեմ, տեսեք, հագցրել ենք մեր երևումը, մեր ամանորյա զարդարանքները, այսպես մեկ, Սոնան ու Հովուլն են հագցրել, պատուհանին իրենց ձմեռ պապիկներն ու եղևնիները զարդարել են։ Իրենիներս կապ չունի, միսը կարող եք շատ երկար անել, այսպես ավելի երկար սրանից էլ։ Ոնց կցանկանաք պատրաստեք։ Ամանորին ինքը շատ գունեղ, շատ գեղեցիկ, մատուցելու, հյուրասիրելու աղցան է ստացվում, սիրելիներս։ Կարող եք փորձել, մի հատներ սա մատուցեք ձեր սեղաններին, նորություն եթե չեք արել ընդհանրապես, թող լինի նորություն, այսպես։ Երևում է, չէ, սիրելիներս։ Ես չմիացրեցի իմ գազօջախը։ Եկեք, գրեք, ոչ թողան դրեցի, ոչ միացրեցի։ Այսպես, գազօջախը չէի միացրել, թող ինքը ձեթը ու թավան տաքանա, որ մի փոքրիկ արագ ստացվի իմ պատրաստելը, պետք է շատ կամաց կրակի վրա անեմ, որ հասցնի մեսի լեպվի։ Միսը, որ գնել ենք, նախապես կտրատել ենք, սենց ինքը շատ երկար չի փաստորեն ստացվում, ինձ մոտ կտորներ կա, որ փոքրիկ են, կարճ է ստացվում իմ այս երկարության մասը միսի, շատ երկար չի ստացվում, կարող եք շատ երկար անել, ավելի գեղեցիկ է լինում, քանի որ այստեղ ունենել են հենց երկար, այսպես սիրելիներս։ Գցնեմ թող տապակվի, արդեն տաքացել է թավան։ Սիրելիներս թողնեմ թող տապակվի, ընթացքը ցույց կտամ, հետո արդեն սա պատրաստ է, ինձ էլ անելիքներ չունեմ սա եմ տապակելու, եկեք անջատեմ թող տապակվի, ես ընթացքում կմիանամ ձեզ լավ, որպեսզի դուք էլ չձանձրանաք, երկար չերկվի չսպասեք, այսպես թող ինքը տապակվի, ես ընթացքը ցույց կտամ։ Սիրելիներս, դրեցի միսը տապակվի, ես մի փոքրիկ ժամանակ ունեմ ու ուզեցի այդ մի փոքրիկ ժամանակս տրամադրեմ նաև ձեզ, շփվեմ ձեր հետ, նստել եմ, քանի Հովուլը քնած է, ես կհասցնեմ գոնե մի երկու խոսք առանձին այսպես խոսեմ ձեզ հետ, հարց ու պատասխան վլոգը որ տեղադրել էի, դրա մասին եմ ուզում խոսեմ, երեկ որ տեղադրել էի երեկոյան, նայել եք բոլորդ սիրելիներս, ես ուզում եմ
իմ խորին, իմ շատ մեծ շնորհակալությունը հայտնեմ բոլորիդ հատիկ առ հատիկ, ովքեր որ մեկնաբանություններ են գրել, ովքեր որ դիտել են, լայքել են, սիրելիներս, ուզում եմ այդ ձեր գրած խոսքերը, այդ ձեր ջերմ, բարի մեկնաբանությունները, սերը դեպի ինձ, որ այդքան շատ սիրել եք ինձ, որ այդքան շատ սիրում եք ու սպասում ու կարոտում եք իմ վլոգներին, չնայած ես գրեթե օրը մեջ կամ ամեն օր այսպես աշխատում եմ, շատ կցանկանամ ամեն օր տեղադրել, հասցնում եք կարոտել մեզ, սիրում եք մեզ, շատ կապնվել եք իմ ալիքի հետ, դուք բոլորդ այնքան լավն եք, հարցնում եք Անի ջան, բա ոնց եղավ, որ մենք էլ քեզ շատ սիրեցինք այս կարճ ժամանակահատվածում, սիրելիներս, ասել եմ ու կասեմ, բարի մարդիկ, լավ մարդիկ, անկեղծ մարդիկ, ինչպես որ դուք եք էկրանից այն կողմ նկատել իմ անկեղծությունը, իմ մարդ տեսակը, գնահատում եք իմ ամեն ինչը որ ես ձեզ ներկայացնում եմ անկեղծ, պարզ, մաքուր, հասարակ, ոնց որ բոլորդ նշել եք, այո, մարդ պետք է լինի, մաքուր, ազնիվ ու ամենակարևորը հասարակ։ Ես ինքս ձևականություններ չեմ սիրում, ես ինքս գոռոզությունները տանել չեմ կարողանում, ես ինքս այսպես ասած քիթը ցցած մարդկանց տանել չեմ կարողանում, ես շատ հասարակ, պարզ մարդ եմ, ինչպես որ բոլորդ շատ լավն եք, շատ պարզ եք, շատ անկեղծ եք, ամենակարևորը մարդու մեջ դա է, մարդկային արժեքների մեջ դա է, դնում ենք մի կողմ բոլոր ձևականությունները, չկա է որ դնենք էլ ու հաշվի էլ չենք առնում, ոչինչ, ոչ մի ձևական կեղծ բաներ, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, որ այո, սիրեցիք ինձ այս կարճ ժամանակահատվածում, պատկերացրեք ես էլ ձեզ եմ կապնվել, սիրել ու սպասում եմ ձեր մեկնաբանություններին, գիտեք ինչքան է ոգևորում ինձ ձեր բարի խոսքերը, ինչքան է ինձ այսպես դուխ տալիս, որ ես ավելի եռանդով, ավելի սիրով, ավելի ջանասիրաբար նկարեմ ու տեղադրեմ ալիքումս իմ վլոգները, որ դուք վայելեք, ամեն ինչ անում եմ, որ դուք վայելեք, լավ զգաք, շփվեք ինձ հետ, գրեք ինձ մեկնաբանություններ, շատ ջերմացնող է ձեր մեկնաբանությունները, որ կարդում եմ, ամեն մեկինը տարբեր, բայց ամեն մեկինը իր հերթին յուրահատուկ, չգիտեմ, ոնց որ գրել եք Անի ջան դու յուրահատուկ ես, դուք էլ եք յուրահատուկ բոլորդ, հավաքվել եք իմ ալիքում յուրահատուկ բարի մարդկանցով, սիրելիներս շնորհակալ եմ շատ, սիրում եմ բոլորիդ, պաչիկներս եմ ուղարկում, գրկում եմ բոլորիդ, անչափ շատ շնորհակալ եմ ձեզանից, միշտ այդպես լավը մնաք, միշտ այդպես դրականը մնաք, ասել եմ ու կասեմ, բարի, լավ, անկեղծ սրտով մարդիկ գտնում են իրար, իսկ լավ բաներ ցանկանում են միայն բարիները, լավ խոսքեր շռայլում են իրենց հոգուց եկած այդ բարի լավ մարդիկ, մարդու հոգին, որ նենք եղավ, կեղծ եղավ, մարդու հոգին չար եղավ, դիմացինին նույնիսկ մի ջերմացնող խոսք կապսոսի որ ասի, իսկ դուք այնքան լավ սիրտ ունեք, այնքան բարի սիրտ ունեք ու անկեղծ, որ չեք ափսոսում ձեր բառերը, ձեր խոսքերը ու շռայլում եք ինձ, որը ինձ շատ ջերմացնում է, ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ ձեզանով, ես հպարտ եմ, որ ունեմ ձեզ բոլորիդ, անչափ շնորհակալ եմ, ասեցի այս իմ փոքրիկ ժամանակահատվածը տրամադրեմ իմ սիրուններին, իմ սրտիկներին, տարիքային բոլոր տարբեր տարիքային մենք ընկերներ ենք բոլորս այստեղ, բոլորից շատ սիրում ու գնահատում եմ, մնացեք միշտ այդպիսին լավը սիրելիներս, եկեք անջատեմ, մի հատ իմ աղցանին նայեմ, միսիկները, որ փուլում են հասել, տապակվելու ու կմիանամ էլի ձեզ, հավանաբար արդեն կմիանամ, պատրաստի վիճակում կճաշակեմ, ձեզ ցույց կտամ իմ պատրաստածը ու կասեմ համով ա եղել թե չէ, դե ինչ, եկեք այստեղ անջատեմ կմիանամ
Ահա եւ վերջ։ Սա էլ իմ համեղ գեղեցիկ ափսենն սիրելիներս։ Իսկ ձևա տապակվել, միսը շատ հյութեղ է, շատ լավն է ստացվել, սա էլ իր տեսքը վերջնական, ինչքան գունեղ, գեղեցիկ, ախորժելի։ Եկեք փորձենք։ Դե ինձ սիրելիներս, ինչպես տեսակ, արդեն պատրաստ է։ Եկեք մի հատ էլ էսպես ցույց տամ։ Եք ինչ գեղեցիկ, գունեղ, շատ տեսքը շատ գեղեցիկ իրա։ Ու շատ ախորժելի է։ Եկեք փորձեմ, երևաց սիրելիներս։ Եկեք փորձենք։ Մի հատ միսի կուտենք։ Հոտը բա, սոյայի հոտը յուրահատուկ հոտ է տալիս ու համ։ Շատ համեղ է սիրելիներս։ Եկեք մի հատ պղպեղով։ Այնպես վերցնեմ, որ կուրատնի լինի։ Շատ համեղ է, իսկապես շատ համեղ է, մենք սա շատ ենք սիրում, ես հաճախակի եմ պատրաստում, բոլորից սիրում ենք, ու հավեսով ուտում ենք, կապ չունի, թեկուս հենց այսպես տակ-տակ, թեկուս ինքը սառի շատ համեղ է, սառած ավելի շատ աղցանի է նման լինում այսպես, համ որպես աղցան, համ որպես տաք ուտես։ Դե ինչ, սա էլ իմ այսօրվա աղցանը, որը ներկայացրեցի ձեր դատին, սիրելիներս, ովքեր որ հաց են ուտում, բոլորիդ բարի ախորժակ, պատրաստեք սիրով, պատրաստեք մեծ հաճույքով, որպեսզի ուտելիքը ավելի էլ համեղ լինի, սիրտ ներդրեք, հոգի, ուտելիքը այդպես էլ ավելի համեղ է ստացվում։ Ես սիրում եմ ուտեստի թե համը, թե տեսքը, որ գեղեցիկ է լինում, որտեվ աչքով որ գեղեցիկ է լինում, արդեն իսկ ինքը համեղ է։ Դե ինձ սիրելիներս բարի ախորժակ բոլորիդ, պատրաստեք, անուշ արեք, առողջ սնվեք, առողջ եղեք, ամենակարևորը։ Վայելեք վլոգս, սուրճ դրեք, պատրաստեք, նստեք ձեր համար, այսօրվա վլոգն էլ դիտեք, սիրելիներս։ Հաջողություն բոլորիդ, լավ մնացեք, բարին բոլորիդ հետ, բոլորիդ ընտանիքներում։ Համբուրում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Պակա-պակա։ Պակա-պակա։